ակնհայտ է, որ երբ որ դարկում ենք, այս հարցին մի քիչ հետ ենք կանգնում, երկու քայլ հետ ենք գնում եւ ամբողջ գործընթացն ենք նայում, կտեսնենք, որ այս հակաեկեղեցական շարժումը շատ նման է Տուշոնկա օպերացիային։ Եթե ուզում եք տեսնեք, ինքը նույն ծրագիրն է։ Այսինքն փորձում են անձին թիրախավորեն, բայց ինստիտուտաբեկեն, դրա հետ կապված որոշակի բարոյական իրավական խնդիրներ ցույց տան եւ այդ ինստիտուտին զրկեն մարդկանց հանրության պաշտպանությունից։ Այսինքն ակնհայտ ձեռագիրը դա է։ Եվ ինչ արեցին։ Տեսեք, իրենք բնականաբար այդ գաղտնալսումները, այդ ամեն ինչը ունեին։ Պարզը չէ ունեն։ Եվ երբ որ Նիկոլ Փաշինյանը մայիսի 30-ից մեկնարկեց հայ ավեկելական սուբ եկեղեցու դեմ իր արշավը, որին բնականաբար նախորդեցին արդեն Ադրբեջանի հետ հոգևոր առաջնորդի քննադատությունը եւ այլն, դրանց չեմ ուզում անդրադառնամ, արդեն պարզ էր, որ այստեղ մի քանի ինչ-որ իրենք ծրագիր են ուզում իրագործեն։ Նայեք որն էր խնդիրը։ Սկսեցին փորձել հակաբարոյական բաների մեջ մեղադրել եկեղեցականներին, դրան զուգահեռ Բագրատ Սրբազանի գործը ներկայացրեցին իբրև եկեղեցու գործ, փորձեցին կապակցել եկեղեցու հետ, եւ հիմա էլ Միքայել Սրբազանն են փորձում կապակցել եկեղեցու հետ։ Նախ ասում Միքայել Սրբազանը Բագրատ Սրբազանն համարում էր եղբայրը։ Իրենք հոգևոր եղբայրներ են, բայց դա չի նշանակում, որ Միքայել Սրբազանը Բագրատ Սրբազանի քաղաքական գործունեության հետ բաժին ունի։ Իհարկե անմեղության կանխավարկածը չեն կարող խախտել, Բագրատ Սրբազանը անմեղ է, քանի դեռ օրինական ուժի մեջ պես դատավճով այլ բան չի հաստատվել։ Այսօրվա արդարադատության պայմաններում մենք գիտենք, որ ամենա ակներով սպիտակին էլ իրենք սև կարող են ասել։ Հիմա, բայց ծրագիրը, որը Նիկոլ Փաշինյանը փորձում է անել, ու նույնիսկ երեք իր մի այդպիսի ելույթի ժամանակ էլի փորձում էր էլ գնացին ընտանիքով խորենացուն հասան, խորենացու այդ ողբը փորձեցին խմբագրել, ահաբեկչություն բառը մտցնել դրա մեջ։ Իրենք փորձում են ցույց տալ, որ եկեղեցին հակաբարոյական, հակաահաբեկչական կազմակերպություն է, որպեսզի դրանով լեգիտիմ իրավունք ունենան մտնեն ներս։ Դրա համար է, որ Միքայել Սրբազանը փորձում էր կապել Բագրատ Սրբազանի գործ հետ։ Եվ հիմա տեսեք, դուք ասում եք, որ նրանք մի խցում են նստած, արդյոք սա պատահական է։ Դե հիմա դուք ինձ եք հարցնում, ենթադրում եմ, որ հատուկ են արել, որ խոսեն, լսեն։ Պարզ չի, որ դրա այդ ենթադրությունը մենք ունենք, որ այսինքն նայեք, իրենք մի հետաքրքիր բան էլ կա, որ խոսում է իրենց վատ տնային աշխատանքի մասին։ Երեք էլ կարծեմ Նիկոլ Փաշինյանը դրա մասին խոսեց, բայց կիսատ պռատ նայեք, ինչու՞մ է խնդիրը։ Իրենք փաստորեն հունիսի 17-ին գործ են հարուցել, քրեական վարույթ են նախաձեռնել, եւ հունիսի 21-ին Սրբազանը ինչ որ 25-ին, չեմ հիշում, ամսաթվի 25-ին, 21-ին Սրբազանը էլի լրագրողի հարցին ինչ որ պատասխան է տվել եւ սա էլ են դրել քրեական հետապնդման հիմքում։ Այսինքն հունիսի 17-ին իրենք արդեն գիտեն, որ Սրբազանը պետք է կրկնի այդ հայտարարությունը, 1 տարի առաջվա հայտարարությունը պետք է կրկնի եւ իրենք հունիսի 17-ին արդեն վարույթ են նախաձեռնել։ Էս էլ է խոսում, որ իրենք նյութ չունեն, հիմա ուզում են գործը հարուցեն, նոր նյութ ստեղծեն։ Պատկերացնում եք, չէ՞, որ իրենք գաղտնալսել են նաեւ Միքայել Սրբազանին։ Ամեն օպերատիվ միջոցառումներ անել են, որևէ նյութ չլսեցին, որ օրինակ կապեն Միքայել Սրբազանին, թեկուզ Բագրատ Սրբազանի քաղաքական գործունեության մասով, քաղաքական գործունեության է։ Կամ Միքայել Սրբազանը օրինակ բանավոր կամ միտեղ մեկի մոտ ասի, եկեք իշխանության զավթումը պլանավորենք կամ նախապատրաստենք կամ իրականացնենք։ Եթե նման բան լիներ, բնականաբար մենք այսօր կունենանք դա, հենց անձամբ վարչապետը իր Facebook-ան էջում դրա մասին կխոսեր։ Դե որ կապ ունենան, լավ հարց տվեցիք։ Դուք ասեցիք։ Ես ինքս չգիտեմ, ես էլ եմ այդպես լսել։ Ձեր հարցերին պատասխանեցի, հուսամ։ Դե նայեք, էլի խոսում ենք, տեսեք, երբ որ ասում է հրապարակային կոչը պետք է լինի կոնկրետ գործողություն կատարելու հրավեր։ Սրբազանը ոչ թե հրավեր է անում, այլ պատմում է, ասում է, այսպիսի բան եմ ասել, այո, ասել եմ։ Դա հրավեր չի։ Հիմա պատկերացեք, մեկը մի բան է արել, ասում է կարել ես, ասում է այո, արել եմ, ու պատմում է, որ արել է։ Սա կոչ չի, սա հրավեր չի։ Սա նոր հրավերի մասին չի կարող խոսել։ Առավել եւս, երբ որ հրավերը պետք է կոնկրետ ունենա բովանդակություն, կոնկրետ թիրախ։ Օրինակ, եթե Սրբազանը ասեր, չգիտեմ, գեներալ էս ինչ, դու կգնաս այսինչ տեղը, գեներալ Պողոս, դու կգնաս սա կանես, կոնկրետ ցուցումներ տար, ընդ որ ամբողջ այս գործի նյութերից էլ երևում է, որ խոսքը գնում է գեներալիտետին, ոչ թե քաղաքացիներին ասելու իշխանություն զավթել, այլ գեներալիտետին, ովքեր են այդ գեներալիտետը
զինվորական ծառայություն, ԱԱԾ ծառայություն, ովքեր են իրենք, որոնք իրավապահ մարմիններ են։ Այդ հրավերը կարծես թե այդ կոչը իրենք չեն